Ողջույն ձեզ, քուրեր եւ եղբայրներ։ Այսօր խոսենք երեկվա մեր երկրի ղեկավարի հանդիպման մասին։ Բազմիցս գնահատականներ կա։ Ճիշտ ասած, մի հատ դրական գնահատական չտեսա։ Այդ ում ինքը չկարողացավ իր ասածը դրական գնահատել։ Սուտ խոսալը Մոսկվայում օգուտ չի տալի, որտեղ այստեղ լուրջ պետություն է։ Ասում են, իրանք Վիզանտի է։ Տիրապետում են իր ամենօրվա քայլին։ Ֆրանսիայում էլ կարա սուտ խոսը, ընդեղ են տիրապետում, կա Հայաստանում դեմոկրատիա թե չկա։ Ամերիկան էլ է տիրապետում, հա։ Ուղղակի ամերիկացիք ասում են, դա անձնական չեմ ասում, են հայտնի Կեսինջերի ասացվածք ասում, он сукин сын, ասում են, это наш сукин сын։ Հասկանում եք։ Բայց այդ սուկին սինին թե նույն Ամերիկան ինչ արեց։ Պատմությունը հետար կտեսնենք։ Քաղաքական հետապնդումներ, մարդկանց կալանավորումներ, խոսում է ընտրությունների մասին, որ մենք դեմոկրատական երկիր ենք, մենք դեմոկրատական երկիր չենք։ Ընտրություններն էլ ինքը եթե եղավ պարզ ու թափանցիկ չէ, չի հաղթելու։ Նորից եմ ասում, եթե տղայա, թող սաղ քրեական գործերը փագի, բոլորին բանտերից բաց թողի, բոլորին ազատություն տա, մտնենք, մասնակցենք, տենանք ինչքան տոկոս կհավաքես, չես կարա հաղթես, բացառվում է, իսկ եթե նկարեցիր, դառնալու ես մավր կադաֆ, ես դրան դեմ եմ, բայց դառնալու ես, իրա ձևով ես պրծնելու, ով որ ուզում է, քվեարկի Նիկոլ Փաշինյանի կողմ, գնացեք քվեարկեք, գնացեք հերթ կանգնեք, որ Ալիևի տուտուզիկը պաչեք։ Հերթ ագրվում, ասում են էլեկտրոնային է։ Կտրոնը քաշում ես, հերթիդ համար գրած է։ Գնացեք, հերթ կանգնեք։ Ով որ ուզում է փող աշխատի, էդ էլ մեր մոտ չի։ Ով որ իր ձեն ուզում է փողով ծախի, էդ էլ մեզ պետք չի։ Մեզ այդ կոնտինգենտը բացարձակ չի հետաքրքրում։ Պետք չի։ Իսկ ով որ ուզում է ունենա թասիբով հայրենիք, արդար հայրենիք, ով որ ուզում է, որ Հայաստանի հարստությունը պատկանա հայ ժողովրդին, ծախած ամեն ինչը, ինչ որ ծախվել է, գնում մի հատ ինչ որ մեկին բռնում են, ասում են, այսքան տուն ունի, այդ չի մեր հարստությունը, մեր հարստությունը ընդերքն է, որը մերը չի, մեր հարստությունը մեր օդն է, որը մերը չի, մեր հարստությունը մեր ջուրն է, որը շուտով մերը չի լինելու, եթե սրանք մնացին, մեր հետ եղեք, մեր կողքին եղեք, մենք գիտենք ինչ ենք անում,